Ոչ բոլոր պատվերների պատրաստման ընթացքն եմ նկարահանում, բայց այս տորթը բացառություն էր, այն ինձ համար յուրահատուկ պատվեր էր։ Հաճախորդը ցանկանում էր 15 անձի համար նախատեսված տորթ, ոչ բարձր, ընդամենը 2 տեսակի բիսկվիտով, դասական վանիլային և կակաոյով, իսկ միջուկը միայն էկզոտիկ մրգերով։ Տորթը պատրաստելիս ինձ համար ամենակարևորը համերի ճիշտ համադրությունն է։ Այդ սկզբունքն եմ սովորել իմ հրուշակագործ վարպետից Գայանե Թևոսյանից և այսօր էլ միշտ փորձում եմ հավատարիմ մնալ դրան։ Եթե ընտրությունը միայն իմը լիներ, էկզոտիկ մրգերի կարագով և խտացրած կաթով կրեմի հետ կընտրեի ամբողջությամբ դասական վանիլային բիսկվիտ։ Այդ դեպքում էկզոտիկ մրգերի համը ու բույրը ավելի վառ են արտահայտվում, իսկ տորթը ստացվում է ավելի թեթև և թարմ համով, իսկ կակաոյով բիսկվիտը իմ կարծիքով ավելի ներդաշնակ է բանանի, ելակի, ազնվամորու, սնիկերսի և շոկոլադե կրեմների հետ։ Սակայն այս պատվերի դեպքում հաճախորդն ուներ իր ցանկությունը՝ էկզոտիկ միջուկ և պարտադիր մեկ շերտը կակաոյով բիսկվիտ, իսկ ինձ համար կարևոր է ոչ միայն իմ մասնագիտական տեսլականը, այլև նաև պատվիրատուի ցանկությունն ու գոհունակությունը։ Այդ պատճառով սիրով պատրաստեցի տորթը հենց այնպես, ինչպես նա պատկերացնում էր։ Իսկ վերջում ստացա ամենաթանկ գնահատականը՝ պատվիրատուի անկեղծ կարծիքը։ Նրա ջերմ խոսքերն ինձ համար լավագույն գնահատականն են իմ աշխատանքի։ Եվ ինչպես տեսնում եք, տորթը ստացվեց գեղեցիկ, կայուն շերտերով և ամենակարևորը, ինչպես նշեց Հոբելյարը, շատ համեղ։ Իմ ամենամեծ նպատակը պարզապես գեղեցիկ տորթ պատրաստելը չէ։ Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր պատվիրատու ստանա հենց այն համը, որի մասին երազել է։ Իսկ երբ վերջում կարդում եմ նման անկեղծ կարծիքներ, հասկանում եմ, որ իմ աշխատանքը հասել է իր նպատակին։ Շնորհակալ եմ վստահության համար։